Հունիսի 29-ին Մայրաթոր Սուրբ Էջմիածնում ամենայն հայոց հայրապետի հանդիսապետությամբ Կիրակնօրյա Սուրբ Պատարագ մատուցվեց։ Պատարագիչ հոգևորականը Տեր Գրիգոր Աբեղամինասյանն էր։ Բազմաթիվ մարդիկ էին եկել Մայր տաճար հայրապետի օրհնությունը ստանալու եւ աղոթելու երկրի խաղաղության, Մայրաթորի անսասանության համար։ Մայր տաճարում պատարագի մասնակցող բազմաթիվ հավատացյալներին խոսք ուղեց նաեւ Նաթան arczepiskopos Հովհաննիսյանը։ Սրբազան հայրն անդրադարձավ վերջին օրերի իրադարձություններին, նշեց, որ այն հուզել է ողջ քրիստոնյա հանրությանը։ Այսօր եկեղեցու պաշտպանությունը կարծես թե մեր երկրում դարձել է հանցագործություն։ Մեր ազգային ինքնության պաշտպանությունը ներառում։ Սիրելիներս, այս պահին Տեր ողորմյայի աղոթքի ընթացքում հրավիրում ենք բոլորիդ միասին ձեր առանձնական թախանձագին հայցը եւ ձեր աղոթական խնդրանքն առաքեք Տեր մեր եղբայրների ազատության համար, մեր եկեղեցու զորության համար, արդարության համար եւ մեր աղոթքով խնդրենք Տիրոջից, որ տա կանգ եւ զորություն մեր ապօրինի ազատազրկված եղբայրներին, որպեսզի կարողանան դիմակայել եւ այս փոփոխությունը եւ արդարության դուրս գալ չարի դավաճանքներից։ Թող Տերը անսա բոլորիս աղոթքները եւ մեր հայցն աղոթքը լսելի լինի նրան։ Ամեն։